Գևորգ Գրիգորյանի արվեստանոց թանգարանում այսօրվա ցուցահանդեսը թերևս մեր թանգարանի այս տարվա վերջին ցուցահանդեսն է։ Խորագիրը Արվեստով մի եղեն, Երվանդ եւ Մելինե Քոչարներ։ Արվեստով մի եղենը նախագիծ է, որը ներկայացնում է հայկական կերպարվեստում արվեստագետ զույգերին։ Այս նախագծի առաջին ցուցահանդեսը նվիրված է Զաբել եւ Տիգրան Եսայաններին եւ այսօր այս ցուցահանդեսի շրջանակներում արդեն արվեստով մի եղեն են Երվանդ եւ Մելինե Քոչարները։ Ցուցահանդեսի համադրողներն են Արփինե Սարիբեկյանը, ես Գևորգ Գրիգորյանի արվեստանոց թանգարանի ղեկավար արվեստաբան եւ Հայկուհի Սահակյանը, արվեստաբան հայկական գեղանկարչության բաժնի վարիչ ազգային պատկերասրահին։ Արվեստով մի եղենը Քոչարի պարագայում, Երվանդ եւ Մելինե Քոչարների պարագայում ավելի շատ կրում է կենսագրական բնույթ, քան փաստագրում է նրանց համատեղ ստեղծագործական կյանքը, քանի որ արվեստագետ զույգը, ինչպես գիտենք, համատեղ շատ կարճ է ապրել։ 1936 թվականին Երվանդ Քոչարը վերադառնում է հայրենիք եւ ճակատագրի բերումով այլևս երբեք նրանք չեն հանդիպում։ Իհարկե Մելինեն ամբողջ կյանքում ճանապարհներ է փնտրում, ուղիներ է փնտրում Քոչարին Փարիզ վերադարձնելու համար, սակայն բոլոր փորձերը ապարդյուն են լինում եւ Մելինեն շարունակում է ստեղծագործել Փարիզում, իսկ մեր մեծ արվեստագետ Երվանդ Քոչարը արդեն խորհրդային Հայաստանում։ Եվ այս առումով շատ խորհրդանշական է, որ մենք այսօր մեկ հարկի տակ տարիներ անց ներկայացնում ենք այս զույգին Երվանդ եւ Մելինե Քոչարներին։ Ցուցահանդեսի կազմակերպմանը, ինչպես գիտեք, նախապատրաստական մեծ փուլ է նախորդում, հետազոտական, տարբեր բացահայտումներով լեցուն եւ պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել ես եւ Հայկուհին եւ ամենակարևորը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, առանց որոնց օգնության այս ցուցահանդեսը պարզապես տեղի չէր կարող ունենալ։ Առաջինը ուզում եմ շնորհակալություն հայտնել Երվանդ Քոչարի որդի Ռուբեն Քոչարին, Քոչար հիմնադրամի ղեկավար, նա իր հավաքածուից տրամադրել է մեզ այնպիսի կարևոր աշխատանք, իր հոր ստեղծած Մելինեի դիմանկարը, առանց որի կարծում եմ մեր ցուցահանդեսը թերի կլիներ եւ հենց այդ նկարի շուրջ ձևավորվել է ամբողջ ցուցահանդեսի կոնցեպտը եւ իդեպ պետք է ասեմ, որ ճիշտ եմ ասում, որ առաջին անգամ է այս նկարը ցուցադրվում լայն հանդիպությանը, առաջին անգամ է ներկայանում, այնպես որ դուք էլ այսօր բացառիկ հնարավորություն ունեք տեսնելու այս դիմանկարը եւ իհարկե ամենամեծ շնորհակալությունը պետք է հայտնեմ Տիկին Մարիան Սեդային, ով մեծ սիրով, մեծագույն պատրաստակամությամբ եւ շատ սրտացավությամբ իր հավաքածուից մեզ տրամադրեց Մելինեի 20-ից ավելի աշխատանք։ Տիկին Սեդան գրող, հրապարակախոս, Ռուբել Արմենի ամսագրի հայաստանյան ներկայացուցիչն է եղել երկար տարիներ եւ նաեւ Մելինեի հավաքածու ունի, որը այս պահին դուք կարող եք տեսնել մեր թանգարանում եւ հետաքրքիր է, որ Տիկին Սետան այնպիսի սրտացավությամբ է տարբեր աճուրներից վերցրել գնել Մելինե Քոչարի աշխատանքները, որ մենք այսօր հնարավորություն ունենք ինչքան հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել այս արվեստագետ կնոջ ընդհանուր ստեղծագործական ժառանգության վերաբերյալ, որովհետև նա այնքան արել, որ ինչքան հնարավոր է գոնե ժառանգությունը չմասնատվի, ցավուցրիվ չլինի եւ նաեւ հետաքրքիրն ինչ է, որ ոչ միայն հավաքածուն է ստեղծել, այլ մեծ ուսումնասիրություն է արել հենց Մելինեի կյանքի վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է տարբեր ֆրանսիական արխիվներից, ընտանիքից եւ նաեւ մեծ սիրով մեզ տրամադրել է ամբողջ ինֆորմացիան, ինչը որ ինքը տարիների ընթացքում հետազոտել է եւ նաեւ իհարկե մենք համագործակցել ենք ուրիշ մասնավոր հավաքածու ունեցող Սամվել Շահումյանի հետ, ով եւս տրամադրել է շատ կարեւոր աշխատանքներ ցուցահանդեսի համար։ Ինչպես տեսնում եք, հիմնականում մասնավոր հավաքածուներից են աշխատանքները եւ երկու աշխատանք շատ հաճելիորեն ուրախ ենք եւ որ նվիրել է հենց Մելինե Քոչարը 1964 թվականին ազգային պատկերասրահին։ Սա եւս շատ խորհրդանշական աշխատանքներ են եւ նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ազգային պատկերասրահի իմ գոլեգաներին, ովքեր որ մեծ ջանասիրաբար են
օգնեցին մեզ իրականացնել այս ցուցահանդեսը, ինչը իսկապես շատ կարևոր է, որովհետև Մելինե Քոչարը Հայաստանի թանգարաններում առաջին անգամ է ներկայանում այսպես համապարփակ ձևով, որքան հնարավոր է մեր ունեցած նյութերի սահմաններում, եւ նաեւ հնարավորություն է երիտասարդ արվեստաբաններին, հետազոտողներին, որպեսզի իրենք արդեն կարողանան զբաղվել Մելինեի արվեստով, հետագայում ուսումնասիրությունների նյութ դառնա այս նկարչու արվեստը ընդհանուր արդեն դիտվի հայկական կերպարվեստի որպես կարևոր մաս Մելինեի ժառանգությունը։ Եվ ուզում եմ խոսքս սիրով տրամադրել Ռուբեն Քոչարին, այնուհետև իհարկե Մավյանին։ Տիկին Մավյանի, հետո Ռուբեն Քոչարին։ Դեք ինչ կնախընտրեմ դուք սկսեք, տեսնեմ դուք ինչ պիտի ասեք, ուրիշ բան։ Հաստատ կտեսնենք։ Ետևինները գլսեն ամեն ինչ, չեմ գալու գորալ։ Ինչով սկսեմ։ Ասեմ, որ շատ հուզված եմ անձնապես, որովհետև Մելինեին, այդպես եմ ասում, Մելինեն մի գին է, որ ահավոր տեսակ հուզվում եմ, որովհետև ունեցավ շատ ահավոր ճակատագիր այս խեղճգինը, երևի թե իր ամենեն պայլուն, ուրախ, երջանիկ օրերը եղել են, երբ որ ինքը սիրահարված Քոչարին ապրել է ընդամենը 5.5 տարի իրեն հետ, այսինքն ամուսնացավ իրեն հետ, ամուսնացավ, շեշտում եմ, իր երկրորդ գինն է, միջայից ասենք ձեզ, առաջին անգամ ամուսնացել էր մի օրիորդի հետ, որ թրքահայ էր, բայց ապրում էր Ֆրանսիա, Վարդենի, որուն մասին շատ համարյա շատ քիչ բան գիտենք, ունեցել էր որդի, իմացեք, այսինքն երեխա, ավելի ճիշտ, երկուսն աղջիկ, երեխա աղջիկ, երկուսն էլ ցավալի ձևով մահացան, այդ ժամանակվա շատ տարածված հիվանդություն էր, որ քոնե հայկական միջավայրներում մեջ այդ կահուտային եւ այն տարածվում էր ահավոր տուբերկուլոզ եւ պաստորեն մի քիչ մեկ տարի հետո իր կնոջ մահեն հետո ամուսնանում է ով որ գիտև Փարիզը Պանթեոն Մերի դու 5-րդ տաղամասի քաղաքապետարան ամուսնանում է բանին այսինքն Երվանտի հետ Երվանտը ամուսնանում է Մելինեի հետ անոնք մոտավորապես 10 տարի դարբերություն ունեին, այսինքն Մելինեն շատ երիտասարդ աղջիկ մներ 20-21 տարեկան։ Եվ այդպես ապրում են միասին 5.5 տարի, հետո որոշում են, դա արդեն սա գիտեմ, կտեսնեք, որ շատ հարցականներ կան, թե Քոչարի կյանքի մեջ, թե Մելինեի կյանքի մեջ, բայց կոնե սա գրնամս էլ հաստատ, որտեղ ես աչքովս դես արխիվում, միասին պիտի կային Հայաստան 36 թվականին ներքաղթի այդ ֆոնի վրա, ինչ պատճառներով, որ իմ համար հայտնի չէ, դեր, Քոչարը մինակ է վերադառնում, միջայլոց այդ հայտնի նավի վրա, որ Կոմիտասի աջունները պիտի բերեր Հայաստան։ Ցավոք սրտի, ուրեմն դա դեղի ունեցավ այդ ներքաղթը բաժանվեցան, բարձ է գենտատրեմ, որ պիտի միանային, այդպես միտքը ունեին, բայց եթե պատմությունը գիտեք, ուրեմն մի քանի շաբաթ հետո, ուրեմն այդ կոմիտասը տարվեցավ 28 մայիս 36-ին, 1936-ին, արդեն մի քանի շաբաթ հետո սկսում էին հարազանքները ստալինյան եւ այդպես երկաթ վարակույրը վերջնականապես Հայաստանը փակեց, ոչ միայն Հայաստան, այլ բոլոր Սովետ միությունը եւ վերջացավ։ Էլ Մելինեն, ինչպես որ Արփինեն ասավ, Մելինեն եւ Երվանտը երբեք իրար չպիտի տեսնվեին։ Անցնում եմ, չեմ ուզում շատ ծավալվել, ասեմ, որ ինչ եղավ հետո Մելինեին հետ։ Շատ բաներ չգիտենք, ասեմ ձեզ, շատ բան կա բրբտելու, ես բավական շանք տապեցի որոշ բաներ իմանալ, բայց շատ բաներ դեռ հայտնի չեն։
ուղղակի ամփոփելու համար ասեմ, որ ինքը բարձ երևում է, որ ուզեցել է իբրև արվեստակետ, որովհետև արդեն ես մոռացած ասելու, որ արդեն նկարում էր Մելինեն, թե երբ սկսավ նկարել հայտնի չէ, ինչպես սկսավ նկարել հայտնի չէ, ինչ որ կրվում է սովորաբար առասպելներեն, մենք չգիտենք թեր, բացի եթե որոշ միգուցե արխիվներ, որ ես ցավոք չեմ կարողացել տեսնել, Քոչարյանը պես։ Հավանաբար որոշ գաղտնիքներ այնտեղ կան, բանալիներ կան։ Այս պահին գրնամ ցեզ ասել, որ ուրեմն արվեստակետ Մելինեն փորձում է երևի, այսինքն արդեն հաստատ գրնամ ասել, պատերազմեն հետո հաստատվել ավելի շատ սովորել եւ այլն, եւ կոնե մի բան գիտենք, որ կոնե մի տարի, միգուցե երկու, բայց կոնե մի տարի Ֆերնան Էժեի աշակերտներեն էր 47 թվականին։ Հետո անցնում ենք առաջ, մենք տեսնում ենք, որ ինքը դեկտեմբեր 56-ին տեսակ համարյա 10 տարի անցնում է, մասնակցում է մի կոլեկտիվ ընդհանուր ցուցահանդեսի, ադալ շատ հայտնի բաներ չգիտենք, հիմա ես գոնե չգիտեմ, թե կոնկրետ ինչքան գործերով եւ ինչ գործերով։ Եվ ուրեմն հասնում ենք նոյեմբեր, մի տարի հետո նոյեմբեր 57 եւ տեղի ունենում կարևոր գալերիի մեջ Պարիզի, կարևոր գալերի շեշտում եմ, Գալերի Վոյել, իր առաջին եւ վերջին անձնական ցուցահանդեսը։ Եվ ատկեի վեր երբեք չի եղել Մելինեի ցուցահանդես մինչև այսօր։ Ավել, no? No? 57 մոտ 70 տարի։ Ես չգիտեմ այդ դրա համար շատ հուզիչ է, որովհետև անչափ տարի հետո մենալ իր անձնական ցուցահանդեսը ատար Հայաստանում։ Քիչ առաջ Արքինեն շատ չափազանցեց, երբ որ ասավ, որ այո, ես փորձում եմ իհարկե փորձեցի, բայց գիտեք ինչ 20 գործ շատ քիչ բան է, ահագին շատ գործեր ունի եւ շատ անգամ անցյալ շաբաթ աջուրդով Պարիզում Մելինեի գործ մգար վաճառելու, այսինքն ուզեմ ասել ծրվեցան այդ գործերը, ամենտեղ կան, շատ անգամ ծախվում է, այսինքն աջուրդի է տրվում եւ ծախվում է, այսինքն սիրողները կան, ցավոք բավականին արժան, բայց ծախվում է եւ ով որ գիտե Մելինեի, ով որ գիտե։ Անանք որ ինչ որ պիտի տեսնեք այսօր, ճիշտ է, ես փորձել եմ իմ քնելու քաղաքականության մեջ այդպիսի ձևովնել, որ զանազանություն լինի, այսինքն դուք կունենաք պատկեր, բայց չմտածեք, որ սա մեծամասնությունն է։ Ինչ կուզեի որ ցեզ ասել կապված իր արվեստի հետ։ Գոհ եմ, որ երկրորդ կետ մգավորը, բաժան մգավորու համար շատ գոհ եմ, որ տեղի ունենում է այս ցուցահանդես այստեղ։ Այդ բանն է, որ շատեր չգիտեն Մելինեի իր գոյությունը, իսկ ով որ գիտե, շատ անգամ գիտե իբրև Երևանցի գինը, Քոչարի գինը, ինչ որ ոչ միայն վիրավորիչ է իբրև գին, ես գտնում եմ, որ շատ վիրավորական երբ որ դու այսինչին գինն ես, չնայած մյուս կողմն ալա գոյություն ունի, այսինչին ամուսինն ես, դա մի սիրուն բան չէ։ Չէ, ինքը արվեստակետ է եղել եւ կխնդրեմ, որ երբ որ պիտի բարձրանաք վերև, այդպես առանցքով չանցնիք։ Մելինեին պետք է չգարձեր, որ ինքը բարձ եւ բարձունակ է։ Հիմա ես չեմ ասում, որ ինքը արվեստի աշխարհը այդպես դավալեց եւ այլն, ոչ, բայց ինքը ունի մի հատկություն, որ իսկապես եթե քիչ լավ մտածեք, նամանավանդ աբստրակտ արվեստի գոյությունեն հետո, ինքը ունի այդ շատ բացառիկ հատկությունը խոսելու ոչ թե մտքին, այլ սրտին,
Հիմա դուք լավ մտածեք, թե ինչքան նկարներ կան, որ ձեր սրտին է գտնում։ Վստահ եմ, որ եթե լավ մտածեք, անչափ շատ չկա։ Իսկ Մելինեին ամեն մի գործը սրտին է գտնում։ Եվ Մելինեին գործերը շատ մեկնաբանություն կրնան ունենալ, շատ բան, շատ տարբեր։ Հիմա գվերեք օրինակ մեր կրնամ դալ, վերև գա մի փոքրիկ էտյուդնա, այդպես աղջիկ մնե, որ աչքերը այդպես է։ Հիմա այնտեղ գա երազ, գա աղոտք, գա մերամաղթություն, ինչպես կան հայերեն, մերամաղթություն, գա հետո գա դարբեր գերբար, գին է, խրեշտագ է արդյոք Մարիամ Աստվածածին է, ուզեմ ասել ամեն ինչ դու գրնակ մտածել։ Բայց ամբողջը պատմում եք արդեն Հիմա կվերջացեն շատ չեմ ուզում շատ այլ ձեզի բանել, ինչ էի ուզում ասել, այո, ուզում էի ասել, որ ուրեմն շատ երկայն, շատ շնորհակալ եմ Հայգանուշին և Արփինեին, ուր է Հայգանուշը, տաղված այնտեղ։ Հայգանուշը շատ կողմենացի, իմ համար առաջին անգամներ աշխատել Հայաստանի աշխատողներուն հետ, գրնամս էլ շատ լավ անցավ, այո, Հայգուի, ուզում էի ասել, որ դու էլ շատ սկզբնական մանավանդ շրջաններուն այս երկու գիները մի անգամից այդ կաղապարը վերջուցին, որ Մելինեին մասին գերնենք։ Ուրելով եթե ոչ կանայք։ Այո, պիտի մնա այս բավականին երկայն, այս ցուցահանդեսը մինչև մայիս եւ ուրեմն հունվարենը սկսյալ մենք պիտի ունենանք 4 միջոցառումներ։ Մեկը ուրեմն Մելինեի կյանքի մասին, որ այնտեղ բոլոր հարցականները, ինչ որ գիտենք, ինչ որ առասպել է, ինչ որ չգիտեմ ինչ է, մեկ-երկու առասպելներ դեր կան վերև, ես չհայնացա, բայց ոչինչ, ինչ որ հաստատ գիտենք, ինչ որ չգիտենք, ինչ որ այս բոլորը կշոշափենք միասին մի անգամ։ Հետո կշոշափենք Մելինեի արվեստը, մասնավորապես թռչուն, գին և թռչուն, այդ թեման ադար ընդհանուր նկարչության մեջ, որովհետեւ Մելինեին տնենք այդ ընդհանուր արվեստի պատմության մեջ։ Երրորդ մենք պիտի ունենանք, ինչպես կրնամսել հայերեն, այդպես քննարկում արվեստի պրոբլեմներու շուրջ, որ պիտի համախմբենք մասնակետներ արվեստի եւ արվեստագետներ եւ դնորեններ, օրինակ Արփինեն Հայգանուշը, ով որ արվեստով առնչվում է, որպեսզի մենք ֆիքսենք խնդիրները եւ լուծումները, ինչ կրնան գնել։ Շատ կան, ես իբրև սիրող մարդ արվեստի ես լսում եմ մեկուն մյուսին, հասկանում եմ, որ կարևոր է այդ հարցերը։ Չէ, ոչինչ, վերջացել եմ։ Չորրորդը, օգտվելով այդ բանից, որ Մելինեն սպյուրքահայ է, ֆրանսահայ է, պիտի հավանաբար ունենանք միջոցառում սպյուրքի հետ կապված հարցերուն և նամանավանդ ինչ կապ կրնալ արվեստի մեջ սպյուրքը և Հայաստան։ Կարծեմ ամեն ինչ ասեցի, գներեք քիչ երկայն եղավ, բայց այդ էի ուզում ասել։ Շնորհակալություն շատ։ Ձեզ ունեմ շնորհակալ։ Ճիշտ ասած հիմա չէ ուզենա դες շատ փոխնեցնել, բայց կարծում եմ այնպիսի բաներ պետք է ասեմ, որ դա լսված չի, ոչ է տեսնված։ Չէ, պիտի խնդրեմ ուրեմն ներողություն Այդ հետևում լրեք, որ լսենք, բարոն Եկեք խոսենք նրանից, քանի որ ցուցահանդեսը հենց կնոջ մասին է, կանանց մասին է, ուղղակի սկսեմ նրանից, որ արվեստագետների կյանքում կանայք շատ մեծ դեր են կատարում, եւ դրական եւ բացասական։ Հիմա չպատմեմ այդ պատմությունները, բայց մեծագույն երջանկություն է արվեստագետի համար, երբ իր կողքին կա կին, որը դառնում է իր զորախմբի անդամը եւ անգամ շատ անգամ դրոշը վերցնում է իր ձեռքին։
մեկ անգամ Իգիթյանը շատ լավ ասել, որ Քոչարը բախտը միշտ բերել է կանանց իմաստով։ Իրեն շատ սիրել են եւ բոլոր կանայք նվիրվել են եւ ամեն ինչ արել են Քոչարի համար։ Ես կարծում եմ դա մի տեսակ էտալոնն է, որ կանայք պետք է հիշեն, որ եթե կապվում են, ունեն իրենց կողքին տղամարդ, կապ չունի, որ դա արվեստի մարդու մասին է խոսքը։ Պետք է լինել նրա բանակից եւ առաջից գնալ եւ առաջին հարվածները ինքն ունի։ Քոչարը այդ բաժանումը ինչու եղավ, նրանք երկուսով պետք է գան, արդեն ասվեց, պատճառը նա էր, որ սովետ երկիրը շտապում էր, սովետական միությունը, Ստալինյան այդ շրջանը, իրենք գիտեին, որ փակվելու է հիմա ճանապարհը, պետք է արագ։ Եվ այդ նավը, որ եկավ, դա հենց այնպես նավ չէր, ինչ իմաստով, որտեղ նրա մեջ հավաքված էր ամբողջ մեր ժողովրդի սերուցքը, ինչ որ հաջողել էին հավաքել, մի մասին խաբելով, մի մասին շահագրգռելով։ Քոչարը պատմել, որ իրեն խաբել են, որ ինքը գալիս է Հայաստան, ինչ երկիր, անգամ ասում ես մտքում ես վրցիններ ներկառնել, ասում ինչ ես վերցնում Հայաստան թափված է։ Ոսկյա տուալետներ են, գիտեք ինչ ժողովուրդ է։ Քոչարը գալիս էր Հայաստան եւ ասեմ ձեզ, որ շատերը չգիտի, Քոչարը Հայաստան չէր եղել եւ չէր ապրել։ Նա ծնվել էր Վրաստան, Թիֆլիս, ընդ որում ասեմ, երեք բացվեց Թիֆլիսում հուշատախտակ, որտեղ գրված է, որ այս տանը ապրել է Երևան Քոչարը։ Դա մեր բոլորի համար կարծում եմ մեծ պատիվ է, որտեղ Վրաստանը գնահատում է եւ իհարկե դա մոտի մեջ չեմ վերել, չէ՞ պետությունն է դրա հետևում կանգնած եւ այդ տանը ապրում է հայ, դրված է այդպես հայ, քանդակագործ, նկարիչ Երևան Քոչարյանը։ Այսինքն նա Հայաստանում չէր եղել եւ դա եղավ իր առաջին գալը Հայաստան եւ ինչեր էին պատմում նրան Հայաստանի մասին։ Իրանք իհարկե միասին կգային, բայց արագությունը այնպես եղավ, որ ասած լավ ես կգնամ, ու հետևից կգար։ Նա համարյա թե ուներ վիզա գալու, բայց հետո դա ինչ-որ բան եղավ, դրան հետո պատմություն դարձավ։ Եվ մի խոսքով այդ նավով վերեցին վերջին սերուցքը։ Եվ ես հիմա անպայման ուզում եմ ասեմ, որ այդ 15 թվի այդ եղերնը, որի մասին խոսում ենք, ռուսները, Ռուսաստանը շարունակեց ավելի հզոր եւ ավելի վտանգավոր։ Սա պետք է մենք բոլորս հիշենք, այսօր արդեն գոնե կարողանում ենք խոսել։ Դրա համար չեն գալիս խփում պատի տակ։ Նա արեց այն, ինչ որ թուրքերը չկարողացան անել։ Այդ կոտարածի ժամանակ մեր մտավորականները փախան, ցրվեցին աշխարհով։ Սովետ միությունը սկսեց հավաքել այդ մտավորականները, որտեղ մեծ վտանգ է, մտավորականները դրսում են մտածող մարդիկ, դա մեծ վտանգ է։ Հավաքեց մտավորականներին, բերեց խաբելով սովետական Հայաստան եւ ինչն է ամենատխուրը, որ այդ բոլորին 99% այդ նավի մարդիկ բանտարկվեցին եւ վերացան։ Եվ միայն դրանք չէ, մյուսներն են, որոնց հրավիրում էին ազատ Հայաստան։ Եվ ամենավատն է, որ այդ մարդկանց սկզբից բանտարկում են եւ ուղարկում էին Բաքու, Բաքվի բանտ, այնտեղ ինչ որ արվում էր դրանց գլխին, հետո տեղից ուղարկում էին Սիբիրները։ Քոչարը տենց եկավ հայտնվեց սովետական Հայաստանում։ Ասեն Քոչարն ունեցել է 4 կին իր կյանքում, պատմություն խոսում են, բայց 4 կանանցից ոչ մեկից չի բաժանվել։ Այսա կուրիոզ է, չէ՞։ 4 կին ունա, ոչ մեկից չբաժանվել, բայց որովհետև կյանքի բախտը, կյանքի անիվը բերեց դրան։ Մերինեը չբաժանվեց, Վարդինկը մահացավ, Էրիչը բանձրանվեց։ Երրորդը, որից տղան էր, իմ եղբայրը Դավիթ Քոչար, որին շատերը գիտեք, տաղանդավոր հանճարել, նա այդ կնոջը չամուսնացավ։ Իսկն ոչ է բաժան, եթե չեր ամուսնացել, չէր բաժան։ Մայրս էլի չբաժանվեց, բայց ասեմ, մեծ տրագիկ պատմություն է Մելինեի եւ Քոչարի հարաբերությունները, տրագիկ, որտեղ Քոչարը իսկապես շատ սիրում էր Մելինեին, նրանով ապրում էր երկար տարիներ, բայց հնարավոր նույնիսկ ես հիշում եմ բան, դա պատմության մեջ, երբ որ կանդրադառնանք, իմ մայրս եկավ մի ժամանակ, որ համակերպվեց մտքից եւ ամեն ինչ արեց, որ ինքը գնա
եւ Մելինեին հանդիպի։ Բայց խոսում եմ ուզում։ Բայց դա ճշմարտություն է։ Բայց պետությունը, ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, որ այս երկիրը, որում ապրել ենք, ահավոր է եղել։ Հիշեք, հասկացեք, մտավորականների համար եղել է ահավոր երկիր։ Հասարակ մարդիկ լավ են ապրել, գիտեք, շատ լավ է։ Ինչ ա եղել որ։ Բայց մտավորականը, ստեղծագործող մարդը այս երկրում չէր կարող ապրել։ Նա ճակատագիրը վերանալն էր, Քոչարի ճակատագիրը վերանալն էր։ Սա Դավիթ, այս ամեն ինչը որ եղել է, սա երկիրը չի արել, դա Աստծո կամքն է եղել։ Մելինեն իր նկարչությունը որ նայենք, ինքը Քոչարին չի կրկնօրինակում, նա Քոչար չի, օրինակ ես որ նկարում եմ, մեկը տեսնում Քոչարը նկարում, սա ասում են օրդ բանեցնում։ Ես չեմ անտենց ստացվում, բայց Մելինեն չէր կրկնօրինակ, որտեղ Մելինեն ի սկզբանե ինքը նկարչուհի էր, նրանք ըստ երևույթին ամենայն հավանականությամբ այդպես էլ հանդիպել են որպես նկարիչներ եւ շարունակել են։ Իհարկե հետո Մելինեն դպրոց անցավ այդ 5 տարիների, նույնիսկ 6 տարիների ընթացքում Քոչարի մոտ։ Բայց սա եղավ վերջը նրանց։ Մելինեն իր ամբողջ կյանքը սիրահարված էր իր նամակներով։ Մելինեի ուղարկած նամակները սկզբից մտնում են KGB-ի միջով էր հասնում եւ շատ նամակներ չէին էլ հասնում երկրորդ։ Նա տենց էլ չէր իմանում որ Մելինեն իրեն գրում է։ Քոչարը նամակ էր գրում, չէր հասնում Մելինին։ Որտեղ Մելինեն ունի նամակ, որ ասում է Քոչարին չի չես արձագանքում։ Բայց նա արձագանքում էր, ուղղակի այդ նամակները չէին հասնում։ Եվ Մելինեն պարզապես պետք է չգար, որտեղ արդեն ցանկալի մարդ չէր, եւ Քոչարին պետք էր որ նա վերանար այս երկրից։ Բախտը բերեց, ճակատագիրն այնպես եղավ, որ նա չվերացավ եւ հակառակը ունեցավ այստեղ տղաներ։ Հիմա պատկերացնեք, մենք հումորով ասում ենք, որ Մելինեն էր, ես Մելինեն կներ, բան սենց է ասում։ Ես էլ ավելի սիրում կներ, բայց ավելի բոյով։ Բայց Աստված տալիս է այն ինչին արժանի ես եւ տալիս է այն ինչը պետք է, ավելի շատ դիպի կանստեմ ենք։ Շատ բան կպատմի, ինչ ես Ես կուզենայի բարձրանալ վերև եւ ասեմ, որ ես այստեղ ունեմ մի քանի բան տվել ցուցադրելու, բայց Մելինեի նկարը շատ թանկ է եղել ինձ համար, որտեղ ես սկզբից կարծում էի, թե այդ նկարը Մելինեն է նկարել։ Հետո հայրս ասել է, չէ, ես եմ արել, սա Մելինեն է, մի խոսքով շատ քաջերի պատմեի, կարծեմ չխաչես, չէ՞ ոչ։ Չենք ուզում տեսնել այս ցուցահանդեսը։ Շատ շնորհակալություն, բարձրանանք վերևում դիտենք եւ բոլորիս մաղթում լավ երեկո, ընթացքում հարցերին մենք միշտ պատասխանենք։